Սուրբ Սարգսի տոնը կամ երիտասարդների օրհնության օրը նշվում է Սուրբ Զատիկից 63 օր առաջ, սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։ Ըստ ավանդության, Սուրբ Սարգիսը քաջ էր ու ազնիվ, օգնում էր խեղճերին ու անմեղներին, պատժում չարերին, նա ըստ ժողովրդական պատկերացումների գորշ կամ ճերմակ ձիավոր էր։ Սուրբ Սարգիսը իշխում էր հողմերին, քամուն, բքին, կարկուտին ու կայծակին։ Նրա ձիու ոտքերի դոփյունից աշխարհն էր դղրդում, իսկ նիզակ շարժելուց բուք էր բարձրանում։ Սուրբը ձիով շրջում էր լեռներում և օգնում կարիքավոր ճանապարհորդներին, սակայն Սուրբ Սարգսի կարևոր դերակատարումներից մեկը երիտասարդ սիրահարներին օգնելն էր, նա համարվում է նաև ընտանիքների հովանավոր։ Սուրբ Սարգսի տոնը իր ծագման բավականին հին է, այն Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով։ Այսպես, օրինակ Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ էին ուտում, գիշերը երազ տեսնելու ակնկալիքով, հավատալով, որ երազում ծարավը հագեցնելու նպատակով իրեն ջուր տվողը կլինի կյանքի ընկերը։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում ալյուր դնել և սպասել, թե երբ Սուրբ Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի, այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի միջով կանցնի Սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։ Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրածավալից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։ Շատ հավատացյալներ այցելում են Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին։